Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ՀԱԿՎ միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։ Տիկին Կոստանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Տիկին Կոստանյան շուրջ 1 ամիս է Ավետիք Չալաբյանը կալանավորված է։ Այս ընթացքում դուք, եթե հետևենք նաև հետընտրական այլ զարգացումներին, ինչ եք հասկացել ընտրություններից հետո Փաշինյանը ինչու է չեզոքացնում մարդկանց, որոնք իր համար գուցե խնդիր են ստեղծում, այսինքն ինչու է Չալաբյանին կալանավորեցին ընտրություններից անմիջապես հետո, այն դեպքում, որ դուք անմիջական մասնակցություն չունեիք այդ ընտրություններում, այսինքն ընդդիմադիր լիդեր չէր նա, ակտիվ մասնակից չէր ընտրությունների, ինչն էր պատճառը։ Նախ ֆիքսենք, որ ընտրությունների օրը իսկ Փաշինյանը արդեն հասկացավ, որ իր ճակատագիրը արդեն վիճակված է հետընթաց ապրելու իր այդպես մտածածին վարկանիշի։ Սա իր մոտ ջղաձգումներ էր առաջացրել, դրա համար հենց ընտրությունների օրը, ընտրությունները չավարտված, ավելի ճիշտ հաշվարկը չավարտված, շտապեց ինչ-որ բաներ հայտարարել իր անվերապահ հաղթանակի մասին։ Սա անում է մի մարդ, ով որ հստակ վախեր ունի, որ ինքը հաստատ չի ունենալու մեծամասնություն։ Բնականաբար այդ վախերը նաև նրան պետք է դրդեին դաշտում չեզոքացնելու բոլոր հանրային քաղաքական գործիչներին, ովքեր պոտենցիալ ազդեցության ռիսկ էին ներկայացնում իրենցից, այսինքն հասարակական կարծիքի ձևավորման առաջատարներ էին, հասարակության լայն զանգվածների վրա այսպես խոսքով ազդեցություն ունեցող մարդիկ են, բնականաբար այդ մարդկանց խոսքը չեզոքացնելու նրանց ներկայությունը կասեցնելու համար սկսեցին կալանավորումներ անել եւ քանի որ Ավետիք Չալաբյանն էլ ՀԱԿՎ ազգային քաղաքացիական միավորման շարքերում ակտիվ պայքար էր տանում, նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, հանձնաժողովի ներսում նիստում պայքար տանելով, օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության գողացված քվեները վերադարձնելու համար։ Եվ դա բնականաբար իր ազդեցությունը ունենալու էր հանրային տրամադրությունների վրա, որովհետև մարդիկ տեսնում են քաղաքական գործիչը, հանրային գործիչը, ով ինքը իր դեմքով անմիջապես մասնակցություն չի ունեցել ընտրություններին, եկել է պայքարումը մեկ այլ կուսակցության ձայների համար, որի հետ գուցե եւ գաղափարական կամ ինչ-որ դիրքորոշումների տարաձայնություններ էլ կարող էր ունենալ։ Հիմա այս առումով կարծում եմ Փաշինյանի քայլերը հետագա շատ տրամաբանական էին, այս կերպ փորձում է ոչ միայն կասեցնել, չեզոքացնել հանրային գործիչներին, այլ նաև վախ տարածել այլ մարդկանց մոտ հասարակության տարբեր ներկայացուցիչների, ովքեր կհամարձակվեն շարունակել բարձրաձայնել ճշմարտությունը։ Բայց կարծում եմ սա հակառակ էֆեկտ է ունենալու, քանի որ մարդկանց մոտ նաև հակազդեցություն է առաջացնում, որտեղ տեսնում են, ինչ ձև, այսինքն հակազդեցություն առաջանում է, մարդիկ դուրս են գալու փողոց, ինչ-որ ձև բողոքել են, այդ հակազդեցությունը ինչ ձևով է դրսևորվելու։ Հակազդեցությունը ցավոք սրտի այս պահին միայն արտահայտվում է, դրսևորումն է գտնում սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook սոցիալական ցանցում։ Սա էլ է տեխնոլոգիական գործիք ըստ էության, իրենք շատ լավ հասկանում են, որ այդ տրամադրությունները, պարտված տրամադրությունները այսպես պորտկում են, սկսում են եւ ավարտում են սոցիալական ցանցերում եւ դա ինչ որ կերպ չի արտահայտվում դրսում, քանզի տրամադրությունները, այդ կումուլյատիվ տրամադրությունները պետք է կազմակերպող լինի եւ ուղղորդող լինի, հիմա ամառային շոկ օրեր են, այս պահին առայժմ ոչինչ ցավոք չի կատարվում, բայց կարծում եմ առաջիկայում, երբ որ արդեն խորհրդանական աշխատանքներն էլ վերսկսեն, սկսի արդեն 9-րդ գումարման ազգային ժողովը գործել իր ողջ ուժով եւ նաեւ քաղաքական գործիչները արդեն խորհրդային ներսում, նոր խորհրդային ներսում բախվեն այն նույն իրականությանը, ինչ նախորդ գումարմաններ, այդ ժամանակ կարծում եմ որոշակի իրողություններ հնարավոր է փոխվեն, եթե ընդդիմությունը միացյալ ուժերով, միացյալ պարտադիր չի այսպես գնան իրար հետ, կարելի է պարզապես ինչ-որ տեխնիկական պայմանավորվածություններ ստեղծել քաղաքական պրոցեսների։ Եվ ազգային ժողովում իրենց աշխատանքները շարունակեն եւ գեներացնեն փողոց։ Գիտեք, ես անձնապես մի փոքր տրամագծորեն այլ կարծիք ունեի մանդատները վերցնել եւ չվերցնելու վերաբերյալ, բայց քանի որ ինքս այսպես ասած
չեմ հանդիսանում շահառուն այդ մանդատների, որպեսզի ինքս որոշեմ գնամ թե չէ, մարդիկ ունեն իրենց ձայն տված քաղաքացիներ, այդ քաղաքացիները կարող են իրենք որոշակի պահանջներ ներկայացնեն, պետք է թե պետք չէ։ Հիմա ինչպես հասկանում եմ, խորհրդարան անցած ուժերն էլ որոշել են մանդատները պահպանել եւ խորհրդարանում պայքարը շարունակել, այսպես ասած, դե հիմա պետք է Այսինքն դուք դեմ էիք, որ մանդատները վերցնեն, ձեր կարծիքով։ Չէ, ես անձնապես դեմ էի մանդատներ վերցնելուն, որովհետև այդ շատ խորքային, պատճառահետևանքային կապ ունի, հա, շատ իրավական մասնագետներ կարող են բացատրել, թե ինչու է դա պետք, ինչու չպետք է կորցնեն։ Ես կարծում եմ, որ առնվազն 8 տարվա Նիկոլ Փաշինյանական խորհրդարանի տրամաբանությունը ցույց է տվել եւ ապացուցել է, որ այդ մանդատները որևէ նշանակություն չունեն եւ ցանկացած պահի, երբ նույնիսկ այսպես կարևոր առանցքային ինչ-որ գործողություն կամ նախաձեռնություն պիտի արվի խորհրդարանի ներսում, այդ մանդատները ուժ չունեն ըստ էության։ Հիմա պայքարի տրամաբանությունը կարելի էր մի փոքր այլ ձևով տանել խորհրդարանից դուրս, բայց այդ քաղաքական ուժերը իրենք որոշել են խորհրդարանում պահպանելով մանդատները իրենց պայքարը շարունակել։ Հիմա կարծում եմ ժամանակավրեպ եւ անիմաստ է շարունակել քննադատել նրանց այդ մանդատների համար։ Քննադատելու իրավունք կարող են ունենալ քաղաքացիները, ովքեր նրանց ձայն են տվել։ Եթե կա պահանջատիրություն եւ մարդիկ իրենք հասկանում են, որ չպետք է այդ մանդատները վերցնեն, կարող են իրենց բողոքը արտահայտել իրենց։ Իսկ գուցե պահանջն այն է, որ իրենք հասկացել են, որ չեն կարողանալու փողոց գեներացնել եւ փողոցով փոփոխությունների հասնել։ Գուցե դա էլ իհարկե չի բացառվում, բայց մեկը մյուսին չի կարելի բացառել, ոչ փողոցը խորհրդարանին, ոչ էլ խորհրդարանը փողոցին։ Հիմա այստեղ իրավիճակը այնքանով է փոխվել, որ քաղաքական ուժերի կոնֆիգուրացիան է փոխվել, այսինքն առաջ պատիվ ունեմներ եւ Հայաստան դաշինքներ, հիմա Հայաստանը դաշինքն է եւ ուժեղ Հայաստանն է, ուժեղ Հայաստանը խորհրդարանում երբևէ չի եղել, այնտեղ նոր մարդիկ են, չենք կարող կանխակալ դիրքորոշում հայտնել, որ այդ մարդիկ այսպես միանշանակ գնալու են եւ ոչինչ չեն անելու կամ չգիտեմ, տապալվելու են կամ որևէ այլ վատ սցենար։ Ճիշտ է, մենք անընդհատ ինչ-որ փորձությունների շրջանում ենք, սա էլ փորձենք, այս մեկին էլ փորձենք, սա էլ չստացվեց, սա էլ անենք, բայց հիմա ամեն դեպքում թող անցնեն այդ մարդիկ այդ փորձությունների միջով, գուցե այլ սցենարներ գործարկվեն, չգիտեմ։ Չալաբյանի հետ կապված մի հարցի էլ ուզում անդրադառնանք, հետո էլի քաղաքական այս process-ները քննարկենք։ Տեսեք, իշխանությունն ասում է, հերքում է այսպես խիստ, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան։ Ի վերջո, այդ քաղաքական բանտարկյալներ ասվածը միայն հանրային մեր տիրույթում է քննարկում, թե օրինակ դուք միջազգային հանրությանը ներկայացրել եք, որ այս մարդիկ քաղաքական բանտարկյալներ են եւ իրենք իսկապես իրենց քաղաքական հայացքների համար են հետապնդվում եւ արդյոք այնտեղ ընկալելի է դարձել Հայաստանից գնացող այդ ազդակները։ Նախ լավ, ճակերտավոր ասենք, նորմալ է, որ իշխանությունը պիտի ասի քաղբանտարկյալներ չկա, ես շատ կզարմանայի տարօրինակ ձևով, եթե իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանը ասել, այո, գիտեք, մենք ունենք քաղբանտարկյալներ, դա կլիներ իր քաղաքական վախճանը, այսպես ասած, որովհետև նույն իր գործընկեր Արևմուտքը, Եվրոպան եւ տարբեր միջազգային կազմակերպություններ կասեն՝ մի րոպե, մենք քեզ ժողովրդավարական, այսպես հիմունքներով ենք աջակցել, որ դու գաս իշխանության, այդ ոնց կլինի քաղբանտարկյալներ կան։ Հերքում է, հերքելու տակ բնականաբար ինչ-որ հանգամանքներ չէ, պիտի դնի տարբեր հորինված գործեր, կարել, առօրյա խոսակցություններ, ի վերջո ցանկացած մարդ, քաղաքացի, հասարակ քաղաքացի, նույնիսկ քաղաքական գործիչ չէ, փողոցում պարզապես քայլելով իր զայրույթը առօրյա կենցաղային խոսակցության ընթացքում արտահայտելուց պետք է գիտակցի, որ ինքը եւս այդ ռիսկի տակ է դառնալու քաղբանտարկյալ, որովհետև շատ հանգիստ է մենք գիտենք, որ ամեն հնարավոր ու անհնար ձևերով այս իշխանությունը մեզ վերահսկում է սոցիալական ցանցերը, հավելվածները, կապի տարատեսակ միջոցները, որևէ երաշխիք չկա, որևէ անձնական, հա, այսպես տիրույթը պահելու երաշխիք չկա եւ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ ինքը եւս չի հսկվում, տեսանկարահանվում կամ ձայնագրվում։ Այսպես ասենք, հանրային տեսանկյունից, հանրային ազդեցության տեսանկյունից
տեսանկյունից այդքան էլ մեծ ռիսկ չես ներկայացնում, որ կկարողանաս մտնել սոցիալական ցանցում մի հատ լայվ անել եւ այսպես զանգվածները դուրս գան ի պաշտպանություն քեզ, ապա այո, առնվազն կզրկվես քո սոցիալական կենցաղային խնդիրները լուծելու հնարավորությունից, նաեւ աշխատանքից։ Բնականաբար սա մարդկանց մոտ վախեր է առաջացնելու, իրենք էլ շատ լավ հասկանում են, հետևաբար ինչքան շատ հանրային ազդեցություն ունեցող մարդկանց բանտերը նետեն տարբեր կծմծված գործերով, այնքան իրենց օգուտ է։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ կարծում եմ իրենք էլ հստակ գիտակցում են, որ այդ գործերը չեն կարող երկար շարունակվել։ Այսինքն ինչքան էլ փորձեն ամենաանհեթեթ միջոցներով եւ ձևերով այդ երկար հարյուրավոր թղթերի մեջ, չգիտեմ, կեղծ պատմություններ շարադրել, դրանք երկար կյանք չեն ունենալու։ Ինչքան ժամանակը ձգեն, ինչքան այդ մարդիկ հեռացվեն հանրային կյանքից, այնքան իրենց օգուտն է։ Մինչև հաջորդ ընտրությունները։ Երբ որ ասում եք եվրոպացիները կասեն ինչպես մենք ժողովրդավար Հայաստան ենք ուզում ստեղծել, չէ՞ կարծում, որ այս ընթացքում նույն այդ միջազգային հանրությունը Եվրոպան բավականին նեյտրալ էր բոլոր այն խախտումների հետ կապված, ինչ տեղի էր ունենում Հայաստանում։ Այսինքն Փաշինյանին կանաչ լույս են վառել բոլոր խախտումների հետ կապված եւ աչք են փակում ամեն ինչի վրա։ Այո, լիարժեք այդ կանաչ լույսը վաղուց վառված է, որովհետեւ Փաշինյանը 20 թվականի Արցախի աղետալի իրողությունները մարսելուց հետո հասկացավ, որ աջակցություն ունի եւ ոնց որ թե աշխարհաքաղաքական վերադասավորությունները այնպիսի ընթացք են ստանում, այստեղ եթե ինքը կարողանա դրանց մեջ տեղավորվի, իրեն կշարունակեն աջակցել եւ ինքը հնարավորինս երկար կմնա։ Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, նույն եվրոպական կառույցներին, Եվրոպարլամենտին կամ Եվրոհանձնախմբին, հանձնաժողովին, տեսեք, մենք երբ որ աշխատանք ենք տանում կամ կոչեր ենք անում այդ բոլոր տարատեսակ կազմակերպությունների հետ, երբեք միամտությամբ չենք տառապում մտածելու, որ հեսա իրենց բան ու գործը թողելու են, իրենց առօրյա, չգիտեմ, պարլամենտարիզմի արժեքները թողնելու են եւ զբաղվելու են Հայաստանի հարցերով, ոչ իրենք իրենց պետությունների ներսում, Եվրոխորհրդարանի ներսում տարատեսակ խնդիրներ ունեն, միգրացիայի խնդիրներ ունեն եւ դա արդեն պայթում է։ Այսինքն այս աշխատանքը, որ տանում ենք, դրանք փաստագրումներ են։ Մենք փաստագրումներ ենք անում, փաստերը հավաքում ենք, ներկայացնում ենք, որովհետեւ դրանք ինչ որ մի օր այնքան շատ են կուտակվելու, որ իրենք էլ չեն կարողանալու այլևս թաքցնել։ Սովորաբար աշխարհը այդպես է, հա, մի քանի տասնամյակը մեկ տարբեր կազմակերպություններ միջազգային աղետներից հետո, համաշխարհային պատմություններից հետո քանդվում են, նորերը ձևավորվում են, այդ նորերի ընթացքում կարողանում են ինչ-որ ժամանակ արժեքները, որոնց մասին խոսում են, հռչակում են, պահպանել, հետո նորից այդ կառույցները արժեզրկվում են, նորից վերակազմավորվում են այլ միավորումների։ Հիմա այսօր էլ այդ փուլն է։ Այսինքն միտքը նրանում է, որ մենք աշխատանք ենք տանում իրազեկման, առնվազն իրազեկելու, որ Հայաստանում այո կան քաղբանտարկյաններ։ Միայն չենք հայտարարում, որ այդ քաղբանտարկյանները այս մարդիկ են, բերում ենք նաև փաստական հիմքերը, թե ինչու են այս մարդիկ քաղբանտարկյաններ իրենց արված աշխատանքի համար, հանրային ակտիվության համար, որովհետև անհարմարություններ են պատճառում իշխանությանը եւ այլն եւ այլն։ Մինչ օրս մենք աշխատել ենք, մենք ասելով նկատի ունեմ Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորումը իր արտաքին կապերի գործունեության շրջանակներում ինտենսիվ նախընտրական շրջանում եւ հետընտրական շրջանում էլ տեղեկագրեր ենք ներկայացրել ԵԱՀԿ ուրեմն միջազգային կազմակերպությանը, որը ուներ Երևանյան գրասենյակ, բավականին հետաքրքրված էին նաև Հայ-Ակվեի աշխատանքներով, ելնելով են հանգամանքից, որ Հայ-Ակվեն նաև դիտորդական աշխատանքեր տարբեր ընտրություններին, թիմ ընտրություններին արել եւ շատ արդյունավետ ըստ էության, նաև ներկայացնելով բավականին այսպես ընդգրկուն կազմ մինչ օրս բոլոր դիտորդական, տեղական դիտորդական կազմակերպությունների հետ համեմատությամբ։ Եվ հենց այդտեղից եկավ իշխանության անհանգստությունները, որովհետև տեսան, որ արդյունավետ աշխատանք է տարվում նաև կապ կա նույն եվրոպական կազմակերպությունների հետ եւ այդ եվրոպական կազմակերպությունները չգիտես ինչու հետաքրքրված են Հայ-Ակվեի աշխատանքով կամաց-կամաց սկսեցին չեզոքացնել դիտորդական աշխատանքները չեզոքացվեց
Եվ քանի որ դա մեզ չխոչընդոտեց շարունակելու գործունեությունը, արդեն համակարգողին ժամանակավոր այսպես հեռացրեցին դաշտից, բայց ուզում եմ ասել, որ մենք շատ ենք եւ յուրաքանչյուր հանրային գործչի, քաղաքական գործչի խոչընդոտումը, բանտարկումը, տարբեր ինչ որ մտածածին կամ այսպես հորինված դիպվածներով չի վախեցնելու, հակառակը ավելի է մեծացնելու բարկությունը եւ հանրային գործիչների այդ պատրաստակամությունն էլ իր հերթին բերելու են նաեւ հանրային տրամադրությունների լարում։ Ամեն դեպքում դուք կարծում եք, որ հիմա Եվրամիությունը, Արևմուտքը Փաշինյանին վստահում է այնքան, որ ձեր նշած փաստերն անգամ որևէ բան չեն փոխի նրա քաղաքականության հետ կապված։ Եվրոպայի նկատի ունեմ։ Այս պահին իհարկե կարծում եմ այդպես միանգամից չեն վերցնելու եւ ասեն գիտեք ինչ, հա, քաղբանտարկյալներ ունեք փաստորեն։ Այդ աշխատանքը տարբեր առմամբ տպավորության վստահությունը Եվրոպայի վստահությունը մեծ է իհարկե, բայց եվրոպական վստահություն չէ։ Եվրոպայի այս պահի ինչ որ պաշտոնյաների վստահությունն է ճակերտավոր եւ աջակցությունը, որովհետեւ իրենք ունեն շահեր այստեղ։ Բնականաբար այդ շահերից ելնելով այսօր իրենց հարմար տեխնացու է դրածո, որին ինչ ասում են, դա եմ ասում, ո՞րն է գինը, այդ վստահության, այդ շահի գինը, ո՞րն է, ինչ են ուզում, հակառուսական տրամադրություն։ Իհարկե հակառուսականությունը, միանշանակ։ Այստեղ ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է հակառուսականության տիրույթում, այսինքն այդ ներկայությունը, հետաքրքրությունները Հայաստանում կեղ ժողովրդավարական արժեքների զարգացումը տանում են նրան, որպեսզի ռուսական ներկայությունը Հայաստանում թուլացնեն հետևողականորեն եւ ի վերջո բերեն ընդհանրապես ոչնչացման, այսպես ասած, հա, Ռուսաստանի։ Նույնիսկ եկեք չմոռանանք, որ հասարակական կազմակերպություններ կան, որոնք գործեր են կարում կամ ներկայացնում կամ գործեր են տալիս ռուսական դեսպանատան դեմ, ինչի մասն է խոսքը։ Այսինքն, այո, գեր նպատակը ի վերջո ռուսական ազդեցությունը եւ ներկայությունը Հայաստանում թուլացնելն է։ Տեսեք, բայց Փաշինյան ընտրությունից հետո անմիջապես առաջին օտարերկրյա այցը Ռուսաստան էր։ Ինչ որ բան նշանակում է սա, թե կարծում եմ պարզապես ուղերձ է տվել Ռուսաստանին, որ տեսեք ինչքան էլ ես Եվրոպայում երկում հարաբերությունները, բայց ես մեկ է ձեզնից չեմ կտրվում։ Սակայն այդ այցը անելը դեռ չի նշանակում, որ հալած յուղի տեղ Ռուսաստանն էլ ընդունեց, էլի Փաշինյանի այցը, հակառակը մենք հողի վրա տեսնում ենք Հայաստանի տնտեսությանը վնասող գործողություններ։ Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը այսպես ինչ որ կարծես ձևական բնույթ է արդեն կրում։ Մի շարք բիզնես ուղղություններ, գործունեություններ կասեցվել են Հայաստանից տեղական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ-ի տիրույթ։ Դա հսկայական մեծ վնասներ են, չէ՞։ Այսինքն հողի վրա այդ եվրոպական կապերի ամրապնդումը դեպի Եվրոպա գնալու միտումը վնասում է արդեն գործող տնտեսական շահերին Հայաստանի։ Հետևաբար կարծում եմ ուղերձը տվել, բայց հաջող համենայն դեպս չէր։ Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ Փաշինյանը այն քաղաքական գործիչն է, որի դեպքում չի բացառում, որ մի օր մեկ էլ այսպես Հայաստանը ամբողջությամբ վերցնի եւ մտցնի Ռուսաստանի տակ, եթե ժողովրդական լեզվով ասենք, էլի։ Եվրոպական, չգիտեմ, գործընկերներից փողեր ստանալը չի խանգարում, ինչու՞ չէ։ Այստեղ ցույց կտամ, որ գնում եմ Եվրոպա, փողեր կստանամ այդ ամեն ինչի համար, որ ես լավ եվրոպական գործընկեր եմ խաղում, բայց Հայաստանը այս տարածաշրջանում չի այս տարածաշրջանից չի տեղափոխվում Եվրոպա։ Իրենք ասեն դա բալանսավորված քաղաքականություն է եւ կախվածություն շատերից։ Մոտս դեժավյու է երբեմն առաջանում այդ բալանսավորված քաղաքականություն ձևակերպման վրա, որովհետեւ ելի եմ լսել ոչ հեռավոր անցյալում, սակայն այդ բալանսավորված քաղաքականությունը ի վերջո Հայաստանը երկու աթոռի մեջտեղը գցեց։ Բալանսավորված քաղաքականության մասին կարող է խոսել այն մարդը, ով ընդհանրապես աշխարհաքաղաքական իրողություններն է լավ
հասկանում եւ մանևրելով չի իր քայլերը պլանավորում, այլ ռեալ պոլիտիկի շրջանակներում առանց վնասելու սեփական ազգային պետական շահը հասկանում է, թե ում հետ ոնց կարելի է աշխատել։ Ես հեռու եմ այդ մտքից, որ Փաշինյանը կարող է բալանսավորված քաղաքականություն վարել։ Մաքսիմում, որ կարող է անել, գնալ արևմուտքին խաբել, փողեր վերցնել, գնալ Ռուսաստան հնազանդության երթում տալ, այնտեղ ինչ որ ժամանակ շահել, բայց բնականաբար Ռուսաստանում հիմար չեն եւ այդ լոլոներին չեն հավատում, տեսնում են ինչ է կատարվում, ի վերջո ասենք իմպերիալիստական պետության հետ գործ ունես, հանակ բան չի խաղանել։ Մի կողմից մենք տեսնում ենք ձեր նշած այդ արտաքին սպառնալիքները տարբեր կողմերից, տնտեսության հետ կապված խնդիրները, մյուս կողմից մենք տեսնում ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը ներսում ընտրություններից հետո կարծես նպատակ չունի, հանդարտեցնելու միջավայրը, թեկուզ ինքը 51 պլյուս չի ստացել։ Այսինքն համերաշխության այդ մթնոլորտը նկատի ունեմ օրինակ լիդերների հետ ընդդիմության Ծառուկյանի հետ կատարվածը, որտեղ իրավական գործընթացները մի կողմ, բայց այն եռանդով, որ նա լծվել է Ծառուկյանի ունեցվածքին, ունեզրկելու, նույնիսկ կենդանիներին չխնայելով, այս ամեն ինչը խոսում է, որ հանդարտեցնելու եւ այդ մթնոլորտը դրական ստեղծելու միտում չունի։ Ինչպես սա հասկանալ, այսինքն եթե դու խնդիր ունես դրսից, խնդիր ստեղծում ես ներսում, ինչի ես ցկտում։ Իհարկե չունի եւ երբեք էլ չի ունենալու, նախ ինքը իր էությամբ այդպեսին է, խառնակիչ, անսահման ատելություն ունի իր մեջ, անսահման ատելություն ունի նաև հատկապես այն մարդկանց հանդեպ, ովքեր բարեկեցության են հասել, կարողություն են կարողացել, այս կապ չունի ինչպես են այդ կարողությանը հասել, ունեն կարողություն, բարեկեցիկ են եւ ինքը դա չի ունեցել, հետեւաբար օրինաչափ ատելություն պիտի ունենար առաջին հերթին, երկրորդ Ինչու համերաշխություն չի բերում, այդ համերաշխությունը իրեն չի օգնելու, որովհետև իր քաղաքական կյանքը շարունակում է գոյատևել հենց այսպես ասած այդ հորինված քրեաօլիգարխիկ ձևակերպումների վրա, հարուստների ունեզրկման վրա, թալանչիների, նախկինների արած քայլերի վրա։ Եթե այս ամեն ինչի մասին ինքը չխոսի, եթե այդ ուղղությամբ գործ չանի, ինքը ուղղակի իր արժեքը կորցնելու է հանրության աչքում։ Պատկերացրեք, օրինակ, ասենք, նույն Ծառուկյանի կամ որևէ մի քաղաքական դերակատարում ունեցող մեծահարուստի հետ կարողանա պայմանավորվի, կպայմանավորվեն նրա բիզնեսը բարեհաջող կգնա, ինքն էլ իր քաղաքական կենսագործունեությունը կծավալի, արդյունքում հասարակ այն մարդը, քաղաքացին, ով 8 տարի շարունակ սնվում է միայն այն մտքով, որ հեսա այդ հարուստներին կամ նախկիններին ունեզրկելու են ու բերելու են իրեն տան, ասելու է մի րոպե, ոնց որ իրանց պայմանավորվածություններից իմ կյանքը, կենսակերպը չփոխվեց, ոնց որ ես չհարստացա, այս ինչա կատարվում ու կսկսի ըմբոստանալ իշխանության դեմ։ Երբ որ ըմբոստանա, այդ ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանը շատ ռեալ իշխանություն կորցնելու վտանգի առաջ կկանգնի։ Հետևաբար իրեն ձեռնտու չէ, որքան ինքը այդ տրամադրությունները, լարվածությունը, վախի մթնոլորտը այսպես ամուր պահի, այնքան դիվիդենդները շահում հանրային տրամադրությունները լարված պահելու, նաև իր քաղաքական կյանքը շարունակելու։ Շնորհակալ եմ։ Ես էլ։